Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եւ թեպետ այդպես է, եւ թեպետ Տեր Հիսուս, Որդի Աստուծո, եկեղեցին Սուրբ Գլուխն է, սակայն պատմության ընթացքին երբեք չի եղած ադենը, երբ եկեղեցին անսխալական եղած է եւ իրեն շրջապատող մեղքը չէ ներթափանցած իր մեջ։ Թարերու ընթացքին ընդհանրական եկեղեցին իր Տերոջ հավատարիմ մնացած է, միայն երբ Սուրբ Հոգին ներկործությամբ ականջ տված է Աստծո խոսքին, Աստվածաշունչին, անոր փրկարար պատկամին եւ մարգարեական խրատներուն։ Այս բոլորը ճիշտ է նաև Հայաստանյաց ավետարանական եկեղեցի բարակային։ Այսօրվա հատվածը այդպիսին է, որուն մեջ Պողոս առաքյալ եկեղեցին կխրատե, որ լքե իր մոլորյալ ճանապարհը եւ թարնա եւ ուղվի իր սրբագենցաղ ճանապարհին Տերոջ հետևելով։ Ուրեմն մենք այսօր այս հասկացողությամբ նայենք մեր եկեղեցվո ամյակի նշումին եւ լսենք Աստված ինչ ասելիք ունի մեզի։ Պիտի գարտանք այս հատվածը միասնապար ոտքի վրա եւ 10-րդ համարը գարտալեմ, վերջը 14-րդ համարը ես պիտի ավերցնեմ։ Ուրեմն գարտանք առաջին Գորգանացիս 4-րդ գլուխ 1-ն մինչև 13 կամ մինչև 14 համարները։ Միասնապար գարտանք։ Այսպիսով թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ եւ Աստծո խորհուրդների դնդեսներ համարի։ Արդ դնդեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատ լինի, բայց ինձ համար նշանակություն չունի, որ թատվեմ ցեզանից կամ մարդկային թատաստանից։ Ես ինքս էլ ինձ չեմ թադում, որովհետև ինքս իմ մասին ես ոչինչ չգիտեմ, բայց դրանով չեմ արդարանում, որովհետև ինձ թադողը Տերն է։ Ուրեմն ժամանակից առաջ մի թադեք, մինչև կա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, եւ հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները։ Այդ ժամ յուրաքանչյուրը քովասանքի կարժանանա Աստծուց։ Եղբայրներ, սրանք ձեզ համար ինքս իմ եւ Աբողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք ինձ ավելի չխորհիլ, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ բարձրով մյուսի նկատմամբ քորոզանա, որովհետև ով է քեզ տարբերում շից, ինչ ունես դու, որ չես ստացել, եւ եթե ստացել ես, ինչու ես չստացողի պես բարձենում, արդեն կշտացել է, արդեն հարստացակ ու առանց քեզ թակավորեցի։ Երանի թե թակավոր էինք, որ մենք էլ ձեզ հետ թակավոր էինք, որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ առաքյալներիս հետինների թասին գարկեց մահաբարտների պես, քանզի դարձանք աշխարհին եւ հրեշտակներին եւ մարդկանց։ Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք իմաստուն Քրիստոսով։ Մենք տգար, իսկ դուք զորավոր, դուք փառավորված, իսկ մենք անարգված։ Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք եւ աստանտական շրջում եւ վաստակում ենք մեր ցերկերով աշխատելով։ Մեզ զրբարդում են
իսկ մենք օրհնում ենք, հալածում ենք, միմանում ենք, վարգապեգում են, մենք մխիթարում ենք, աշխարհի համար աղբ ենք դարձել, մինչև այժմ բոլորից անարգված լինելով։ Եվ վերջին համարը Պողոս առաքյալը գսե այս բաները գկրեմ ոչ թե ցեզ ամաչցնելու համար, հապա գխրադեմ ցեզ սիրելի որդիներուց պես։ Տերորն է իր խոսքին ընթերցումը։ Հրամեցեք։ 180 տարի առաջ 19-րդ դարու սկիզբները Օսմանյան գայսրության մեջ բնակող հայությունը ճագերդյալ մայրաքաղաքը Կոստանդնուպոլսո մեջ հայության անվանական գլխավորը Բոլսո Բադրիարքն էր։ Սակայն իրական ղեկավարությունը Ամիրա գոչված մեծահարուստ դասակարգի ցերկն էր։ Անոնց խոսքն էր, որ իշխեր հայության արևդրական, ուսումնական, փարիսիրական, սոցիալական եւ նույնիսկ գրոնական կյանքին վրա։ Մեկ բառով կարելի է զիրենք նկարագրել, ճոճ բառով, այսինքն մեծամեծ, ճոճ։ Սակայն այդ ամիրաներեն մեկը Մգրդիչ Ամիրա Ջեզայրիլյան մեծահարուստ եւ հավատավոր զավակ Հայաստանյաց առաքելական եկեղեցու սովորական մեծահարուստը չէր։ Իր վարմունքը ճոճի պես չէր։ Փոխանակ ամեն քնով եւ ամեն վարյան իր թիրքը պաշտպանելու եւ բարձրացնելու ինք իր հարստությունը եւ աստեցությունը իքորձ դրավ հայ մարդուն կյանքը եւ կենցաղը բարելավելու։ Իր հետաքրքրությունները կընդգրկեին զանազան նյութեր, գիտական, տնտեսական, բարոյական, սոցիալական եւ նաեւ կրոնական մարզերը։ Ինք ապրեցավ եւ գործունեություն ունեցավ ոչ թե որպես ճոճ, այլ որպես դնդես։ Իր պատմությունը ուսանելի է այսօր։ Ցույց կտա, թե երբ դնդես լալու գոչումը ստանաս, ինչ որ մեր եկեղեցին ստացավ հայ ազգին մեջ ծառայելու, հանգիստ ընելու հրավեր չէ։ Պատրաստ պետք է ըլլանք թիմակրավելու ամեն տեսակ փորձություն եւ փորձանք։ Հայաստանյաց ավետարանական եկեղեցին ցակումեն առաջ այս մարդը Մգրդիչ Ամիրա կորձեց։ Սակայն որպես լուսամիտ մարդ եւ եկեղեցական բարեկարգության ճադակով։ Երբ ուրիշ ամիրաներ կուզեին եկեղեցական բարեկարգության շարժումին արգելքներ տնել, ինք կզսպեր անոնց փորձերը։ Պաստորեն իր թիրքը եւ տնտեսական կարողությունը կորցածեց հարաճտիմության համար։ Տասնյակներով հայ երդասարդ ուսանողներու գրթաթոշակը ինք իր կրբանեն կվճարեր։ Եվ նաև ուրիշ երդասարդներու առջև կորձի գարելիություններ, ասպարիզներ բացավ։ Եվ բոլորին մեջ, այդ բոլոր երդասարդներու մեջ հույս ներշնչեց, որ անոնց աննախանցելի վիճակեն պիտի կարենան դուրս գալ։ Եվ ավելին, իր անձնական չանքերով եւ նյութական ներդրումով Բոլսո արվարձան եղող խասքյուղի վարժարանի ծախսերը իր վրա արավ։ Գիտեք, դբրոց պահելը միշտ բացի մեջ պիտի ցկե բահողները։ Դբրոց բայց ինք իր վրա առնելով ուզեց, որ
հաչողի այս դպրոցը։ Եվ դպրոցի մագարտակը ինք բարձրացուց։ Դպրոցին ամենեն հարաճաթեմ մեթոդներ եւ ամենեն հմուտ վարժապետներ բերավ դասիրակելու նոր սերունդը բազմազան առարկաներու մեջ։ Մեկ խոսքով բարի դնդեսեր իր թիրքին եւ Աստուծո տված կարողություններուն կործածության մեջ։ Դարին գները քիչ մնալ պիտի ասեմ, դարին 1836 էր։ Եվ այդ տարին Մգրդիչ Ամիրա Խասկյուղի Ներսեսյան վարժարանը, այս վարժարանը հեղաշրջած էր։ Նույն տարին սակայն գարկմը գղերականներ իրենց ուժերը միացուցին ամիրաներու հետ խափաներու համար բարեպաշտական եւ բարեգարկչական եւ ավիդանական այս շարժումին ծոր տակավին ուրույն եկեցի չէր թեր 10 տարի գար մինչև իր ծնունդը ուրեմն քանի տարի կանցնի եւ Մգրդիչ Ամիրա դպրոց կհրավիրե իր ընկեր ամիրանները ուզեր որ աշակերտներուն ուղերձները ունկնդրեն դարբեր լեզուներով իրենց արտասանությունները լսեն եւ դառնան դպրոցի մեջը փնալուծարանը տեսնեն եւ գրթական ծրագրին մասին լսեն իմանան գուցե անոնք բարի նախանցով լեցվին թերևս կմտածեր ներշնչվին եւ նման աշխատանքի ծերնարկեն հոգուտ մեր ասկին սակայն հագարակը կպատահի հրավիրալները ետքը պատրիարքական փոխանորդին որ իրենց կորձագիցն էր եւ Օսմանյան կառավարության կքանկադին ամբաստանելով որ ֆրանսերեն եւ իտալերեն սորվեցնելով դպրոցը գոդարացնե համայնքի զավակները եւ իբրև թե իրենք հավատքի պաշտպան էին նաեւ գաստարարեին թե մոկություն կսորվեցնե աշակերտներուն արդյունքը անգալելի էր եւ վնասը անմիջական իսկ Մգրդիչ Ամիրա կհուսադի չի շարունակեր իր ներդրումը եւ դպրոցի մագարտակը գիչնե իր նախկին ցած մագարտակին իսկ ինք կախկադանա կարդակսվի ամիրաներու միութենեն եւ իր կյանքի վերջին օրերը գաբրի սնանկ եւ այդպես ալ կփակե իր աչքերը առանց իր ներկայության եւ խոսքին գշրատադության ամիրաներու խումբը անսանց կշարունակե իր հալածանքները ավիդանականներու թեմ օգտվելով պատրիարքի փոփոխությանեն եւ անորմեջալ մեծ թեր ունեին փոփոխության մեջ եւ այդպես գիտենք պատմությունը ինչպես կշարունակվի մեր կարտացած Սուրբ Գիրքի հատվածին մեջ առաքյալը այս նյութին մասին հստակորեն կգրե բարի տնտեսության վարձատրությունը այս աշխարհին վրա շատ անգամ հալածանք է ոչ թե քովասանք օրինակները շատ են մեր նախնիքին կյանքերուն եւ եկեղեցին ցակումին մեջ Փառք Աստծո որ անոնց հոգևոր եւ ազգային տնտեսության գիտակցությունը հավատարմորեն շարունակեցին Փանատրանքի եւ նեղություններու դիմաց բայց դարիները կանցնին եւ անցան դարիներ եւ մարդկային դգարությունները եւ մեղքերը կշարունակվեցան
Եվ այսօր 180 տարի վերջ անգամը ևս պետք է հիշենք, թե կանչված ենք ոչ թե մեր կամ որևէ մեկ եկեղեցին չոչերը ըլլալու, մեծամեծները ըլլալու, կամ չոչեր փնտրելու, որոնց կրնանք հնազանդիլ և անոնցմով հպարտանալ, մեր գոչումը եկեղեցին գլուխեն գուքա, Դեր Հիսուս է, որուն նմանելու չանքի մեջ պետք է մնանք, անորսավ, քանզի որդին մարդոյալ չեկավ սպասավորություն ընդունելու, հապա սպասավորություն անելու և իր կյանքը շատերու համար փրկանք մտալու։ Եթե տնտես ըլլալու գոչում ունենք, կրնանք հիշել Պողոս առաքյալի խոսքերը մեր կարդացած հատվածի սկիզբը, երբ կգրե, թե տնտեսիմը ամենեն կարևոր հատկությունը հավատարմություն է։ Մենք մեզի հարց տանք. ինչպիսիներ էին Հայաստանյաց ավետարանական եկեղեցու հիմնադիրները։ Այդ հեղաշրջող օրերուն իրենց վարմունքը ինքնահավան չոչերու դիբարն էր, թե համեստ տնտեսներ։ Իրենց անձնական թիրքի և հարկանքի պաշտպանողներն էին, թե դեսիլքի և դեսլականի հայ մարդիկ, որոնց սրտակին փափակն էր Հիսուսի նմանող բարենորոգված եկեղեցիմը և ազգը տեսնել։ Իսկ մենք այսօր ինչով կնմանենք անոնց։ Գուզենք, որ մեր եկեղեցիներու և միությունը և միությունները իրենց նման ըլլան, և ապա անտին նայելով, ինչպես գուզենք ճանչցվել, ինչպես գուզենք երևնալ ասկե 20 տարի ետք, մեր եկեղեցին 200 ամյակին, որպես չոչերու ճոգատ, թե որպես Հիսուսանման տնտեսներ։ Ժամանակն է, որ մեր դեսիլքը կամ թերևս ավելի ճիշտ պիտի ասել մեր տեսողությունը հստականա։ Ինչպես Հովհաննես առաքյալ գկրե, պետք է քննենք հոգիները, որպեսզի տեսնենք, թե արդյոք Աստուծմե են, մեր մեջ ինչ հոգի կդիրե այսօր։ Ինչպես Պողոս առաքյալ գխրադե, պետք է փորձենք և քննենք մեր անձերը, թե հավատքի մեջ ենք, թե աշխարհի հավանությամբ մոլորեցանք։ Մեր չափանիշը Տերոջը խաչը և խաչելությունն է, որու միջոցով փրկություն և նոր կյանք համայն մարդկության հասավ։ Եթե Հիսուսի մարմնին հայ ավետարանական անդամը այս չափորոշիչին իր քովը տնե, այսինքն մենք անիգա մեր քովը տնենք, արդյոք կտեսնվի խաչին զորությունը, մեր մեջ կնկատենք հայ ազգին մեջ Քրիստոսը տեսնելու փախցանքը մեր մեջ, մեր նախնիկներու նման։ Աստված իր Սուրբ Հոգիով ծնունդ տվավ այս եկեղեցին, եկեղեցին ընդհանրապես և այս եկեղեցին հատկապես։ Եվ ուստի Սուրբ Հոգին հատկությունները երևնալու են և աճելու են մեր մեջ, եկեղեցին անցնուրած սիրով, անգեղծ խոնարհությունով և սրտանց նվիրումով։ Երբ Պողոս առաքյալ այս նամակը գրեց Կորինթացիներուն եկեղեցին, հայտնի եղավ, որ աշխարհին հոգին ավելի զգալի էր իրենց մեջ, քան Աստուծո հոգին։
հոգի մներգայեր, որ իրենց մեջ պետք էր մաքրվեր, վերցվեր, որբեսի առողջություն գտնե եկեղեցին եւ աճ Հիսուսի նմանությամբ։ Զորօրինակ, իրենց ուսուցիչներու եւ քարոզիչներու վարդապետությունները շատ մոդիգեն գքննեին, գետ առ գետ մանրամասնություններով եւ գքննադատեին ինչ որ գլսեին, ինչ որ գսորվեցնեին։ Հետաքրքրված չէին, թե Աստծո գամքը փնտրելու եւ անոր հնազանդելու հետամուտ էին։ Ընդհակառակն իրենց նպատակն էր մարմինը բաժնելը եւ փաստելը, թե ով շիդագ է եւ ով բոսն է։ Բահմը երևակայենք, որ մենք Պողոս առաքյալին դեղն ենք կամ Պողոս առաքյալն ենք։ Աստված մեզ կանչած է, որ հոգ տանենք եկեղեցի իմը։ Կտեսնենք, թե այդ եկեղեցին ինքզինք խայդարակ կնե եւ գան բադվե իր դերը, իր դերոջը անունը ընկերության մեջ, իր անվայել եւ սնաբարձ վարմունքով։ Ինչ պետք է անենք։ Կրնակ դարձնենք, աճ խփենք, լրություն բահենք, հուսալով, որ կարելի է օրմը կանտրադառնան եւ գարթնան։ Նայեցեք առաքյալին պատասխանը մեծամեծ չոճը լալու մարմաչին։ Նվադակ ունենալով անշուշտ հավատարիմ հոգևոր տնտեսներ ընելու։ Առաքյալը հիմնական երկու գետ շեշտեց։ Նախ ասավ, թե եկեղեցին իր առաջնորդներուն նկատմամբ իր խաղապարը պետք է փոխե։ Երկրորդ ասավ, թե իրենց անձերուն նկատմամբ իրենց խաղապարը պետք է փոխեն։ Նախ իրենց առաջնորդներու նկատմամբ։ Ժողովուրդը փոխանակ իրենց առաջնորդները որպես աղա, ճոճ, մեծամեծ կամ գուսակցաբեդ նկատելու, որպես Քրիստոսի սպասավորները եւ Աստուծո խորհուրդներուն տնտեսները նայելու էին։ Այնքան ադեն, որ իրենց պատկամը առաքյալներուն վարդապետության պես էր հավատարիմ ուղղափառ, այսինքն այնքան ադեն, որ Հիսուս Քրիստոսի խաչին զորությունը գետրոնական կմնար ու ոչ թե մեծերուն իշխելու կարողության վրա կամ շողոքորթության վրա, այն առաջնորդները արժանի էին իրենց հարկանքին ու սիրահոժար կորձակցության։ Ետքը իրենց անձերուն նկատմամբ։ Առաքյալը հավատացյալներուն կհորդորե քրվածեն ավելի բան չի խորհիլ։ Սկուշացուց, որբեսի իրավասությունը չառնեն անձնական խաղապարներ եւ պայմաններ տնել ավելցնել ավետարանին վրա։ Աստված արդեն իր խոսքը նոր եւ թարմ կնե բոլոր հավատացյալուն համար, երբ հավատան եւ հավատարիմ մնան։ Եվ Հիսուս Քրիստոսի հավատարիմ եւ հնազանդ մնան։ Աստված պետք չունի մեր նոր հայտնաբերումներուն կամ հավելումներուն իր խոսքին վրա, որքան ալզանոնք խելացի, քրավիչ կամ այժմեական թվին մեզի։ Եթե մենք իբր Հայաստանյաց ավետարական եկեղեցի այս երկու սկզբունքներուն հետևենք, մեր խաղապարը, մեր առաջնորդներուն նկատմամբ, մեր խաղապարը, մեր նկատմամբ, բավական ջամփա գդրած կլանք կորձունյա եւ աստվածահաճո եկեղեցի ըլլալու, միություններ ըլլալու, գետրոնանալով խաչին եւ խաչյալին զորության վրա եւ Քրիստոսի համար ապրելու մեր փախցանքին վրա, մեր ասկին եւ ընդհանրապես մարդոց ծառայելու մեջ։
Եթե մենք այսօր եկեցի ունենք, եթե այսօր հայ ավետարանական ժառանգությունը գվայելենք, եթե ներշնչում ունեցող պատմությունը ունենք նոր սերունդին փոխանցելիք, այդպես է, որովհետև անցյալին մեր նախնիները այսպես ըրին։ Հավատարիմ գտնվեցան իրենց հոգևոր տնտեսության մեջ, իրենց ասկին հանդեպ, իրենց նվիրման մեջ եւ աստվածաշնչական կենցաղի իրենց գիտակցության մեջ։ Եթե այդ լույսին տակ վերադառնանք Մկրտիչ Ամիրա Ջեզայելյանին, իր մարդկային դգարությունները եւ հուսահատությունները մեկում տնելով, կտեսնենք, թե ինչպես իր քրիստոնեական եւ ազգային տնտեսությունը որոշակի ուղղություն ուներ։ Ան իր չանքերը գետրոնացուց մանուկին եւ երիտասարդին վրա։ Մտածենք, թե մեր տնտեսությունը ուր կգետրոնացնենք եւ նայենք, թե ինչպես կրնանք իբր Հայաստանյաց ավետարանական եկեցի նոր սերունդին հոգևոր, իմացական, սոցիալական, գեղարվեստական եւ նյութական կյանքը հարստացնել եւ զարգացնել։ Եթե համոզված ենք, թե մեր եկեցին գոչում ունի քրիստոսագետրոն կյանքեր գերդերու, ասկին եւ մարդկության բարօրության համար, ուրեմն մեզ ամեն մեկը բաժին ունի, կորձոն տեր առնելու ենք այս չանքին մեջը։ Վերջապես հոն հասնելու համար ընդունենք, թե մենք հայերս կսիրենք մեծամեծներ ունենալ։ Մենք մեզ ապահով եւ զորավոր կսկանք, երբ քեթ քանիմա ճոճեր ըլլան եկեցի մեջ։ Գամ ընկերության մեջ ընդհանրապես։ Շատ քիչ փոխված է հայուն խառնվածքի մեջ 19-րդ դարենի վեր Հակոբ Պարոնյանի օրերեն մինչև հիմա։ Ընդունենք ասիգա։ Միայն այն ադեն, երբ մեր մեծապատիվ ճոճերու փարապանանքը մեկտի նետենք եւ մեր դեսողությունը եւ դեսիլքը եւ փարապանությունը գետրոնացնենք Հիսուս Քրիստոսի վրա, որպես մեր անձին եւ ազգին միակ դերը եւ փրկիչը, այն ադեն իրավունք պիտի ունենանք երազելու երկուարամյակի մասին։ Եվ ծրագրելու եւ մտածելու, թե այն ադեն Հայաստանյաց ավետարանական եկեցին ինչ երևույթ պիտի ունենա ընկերության մեջ։ Եվ նայենք մեր եկեցին որպես մարզաթաշտ, հավատարիմ տնտեսներ մշակելու եւ ծառայության ուղղելու աշխարհին Աստծո ուզածին պես։ Թող դերը այսպես այցել է ուղե օրհնե մեզ այսօր, մինչև իր փառավոր քալուստը։ Ամեն։